Պարոն Ծառուկյան, ասում եք նոր ուժերի հետ համագործակցել, անուններ կնշեք այդ նոր ուժերի անունները եւ ասացիք նոր ուժերի հետ ենք պատրաստում, հների հետ չենք համագործակցելու։ Ուրեմն ես ասում եմ հինը եւ ներկան, մնացածը ամեն ինչ հնարավոր է քննարկելու, եթե մեծ ծրագիրը կընդունեն, որը կընդունվի այսօր որը առաջարկ Հայաստանի ծրագիրը, դա ժողովուրդն է գրել, որը մենք դա ասենք ոչ թե կաբինետում դրած լուրջ դեմքերով գրել են, այլ հանդիպել են ժողովրդի հետ, քննարկել են, խնդիրը, պրոբլեմը, դարդու ցավը, որը անեն, որ այս մարդը կարողանա իր կյանքը ապահով դարձնի։ Գրելա մենք էլ լավ մասնակիցներ կարծել ենք, պետք է դա իրականացնենք, որ Ծառուկյանը այսօր ոչ մի բանի կարիք չունի ժողովուրդ։ Կարա մինչև իր թորներն էլ խորը ծերություն վայելեն, ապրեն, բայց այս մարդը մեծ երկում սիրտս ցավում է։ Հիմա տեսնում ենք սիրտ ցավացողներ, մի վարքան, տեսնում ենք սիրտ ցավացողներ կան, որոնք մտել են ընտրարշավի մեջ եւ արդեն իսկ նրանց նկատմամբ տարբեր այսպես դրվագներ կան, քրեակատարողական հիմնարկներում են հայտնվում։ Հիմա այս Զատնիի համատեքստում չեք վախենում, որ այո իշխանության էս բանը ոնց է հասկացած։ Զարուհի, դու Ծառուկյանի մասին լսել ես։ Հարց եմ տալի քեզ, լսել ես։ Ծառուկյանը, որ 2020 թվականին հավաքեց խորհրդի նիստ հրավեր ենք տալու Ղարաբաղը հանձնելու ենք։ Միակ առաջինը Ծառուկյանն ասել, ոչ դուք հաշվարակ լրագրողներով, ոչ ժողովուրդը, ոչ ընդդիմությունը, ոչ էլ պետությունը։ Ներողություն։ Ախ դու անկապ, Զարուհի, անկապ հարց ես տալի։ Վախեցող մարդը գնաց մինչև վերջ ասեց, դատարանից էլ դուր գնաց չեմ գնացել դատարան, գնացել եմ անվտանգության շենքի մոտ, ասեմ դռները բացեք, եկել եմ, եթե ինձ պետք է ձերբակալեք։ Ես ինչ որ ասեմ, ու ես ասել եմ հունիսին, հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբերին եղել է պատերազմը։ Դե տեղյակ չես դու։ Պարոն Ծառուկյան, տեղյակ չես։ Պարոն Ծառուկյան, խնդրում եմ ասեք, ասում եք, որ Ռոբերտ Քոչարյանին կոալիցիա ձևավորելու համար ձեր ձայները, եթե անցնեք խորհրդան, չեք տա։ Խնդրում չեք, եթե Քոչարյանը Տեխնացիոնը վարչապետի, եթե հարցը լինի, որ Քոչարյանը հիմա կբացատրեք ինչու, որովհետև կարելի է հարցս վերջացնել։ Որովհետև ձեր հարստության, այսպես ասած, ոսկե տարիները հենց Քոչարյանի իշխանության օրոք եղել։ Ձեր թիմում շատ մարդիկ կան, որոնք Քոչարյանի հետ նախորդ դաշինքից են եկել։ Ձեր անունը շատ երկար տարիներ Քոչարյանի հետ են կապել եւ մարտի 1-ից հետո եւ նրա իշխանության հեռանալուց հետո դուք նրա այսպես ասած գլխավոր հենարաններից մեկն եք շարունակել համարել։ Ձեր անունը միշտ կապվել է նրա հետ։ Աղջիկ ջան, դուք եք կապում։ Ներողություն, ասեմ, ասեմ։ Քոչարյանի ղեկավարած ժամանակ։ Խնդրում եմ իշխանության դեպքում, այսօրվա Ես իշխանության նոր եմ ասում, Քոչարյանի իշխանության ժամանակ հարաբերություն եղել է, երա եղբայր իմ գործընկերն է եղել, բայց երբեք Ծառուկյանը ոչ մի բան թույլ չտվի օգտվելով առիթից կան հարկայինի նախարարներ իրավորող կարած հարցնես, որ եթե ստուգում ա եղել, ոչ մի բան ճիշտ չեղե, ես ասեմ կրկնակի վճարենք, հանկարծ ինքը չիմանա։ Ու ինքը այն մարդը չի, որ թույլ տար կամ եսին ոչ մի արտոնություն արդյունի։ Ծառուկյանը 0-ից սկսած կա, ոնց եմ 3000 ռուբլի նվաստակել։ Ինչ եմ արել, ինչով եմ զբաղվել, որ այդ դարել է 100,000, որը սունկ եմ աճեցրել 500 քառակուսի։ Կիլոն 12,000 ռուբլի վաճառել եմ եւ առաջի պարտեից ստացել եմ 100,000 ռուբլի։ Անմիջապես բացել եմ 400 ընկանով։ Ստացել եմ 400,000։ Դրանց դրել եմ օղարտադրություն, կալգոտի արտադրություն, կոշկի արտադրություն, զարգացել եմ, իմ ճակատը բարձա, մաքուր եմ, արդար եմ, քթինքով ստեղծած, ոչ մի հարամ չունեմ, չեմ արել։ Լավ, հիմա ինչու չեք ուզում նրան ձայն, ներողություն ասեմ։ Այսօր լիարժեք ինքը ինչ որ պետք է Ղարաբաղը ստեղել։ Արդեն ժողովուրդը տես Իվետայինի չեմ գրել առաջիկինը։ Մարդիկ հոգնել են, հարկա նորություն, նորը պետք է լինի։ Ինչ? Բայց իվետային խնդրում եմ էլի պարոն Ծառուկյանին պատասխանեցիք։ Ինքը իրանը արել է, արդեն թող ինքը հանգստանա, նոր դեմքեր լինեն, նոր մոտեցում լինեն։ Պարոն Ծառուկյան, ի վերջո։ Մագացուն, Ձեր անունն էլ է Պարոն Ծառուկյան։ Կարամ դուս գամ, եթե ես դա խանգարեմ, ես դրանով չեմ ապրեմ, տղա։ Ես կարամ ես, տես, ներողություն, մի վարկ, ես հակտատ, եղբայր,
դու ես դուժելը դա քո երեխեն Ծառուկյան այսօր կայացած մարդը ունևոր մարդը հարգանք ունեցող աշխարհում է սա ազդեցիկ մարդկանց հետ շփվում եմ իմ ուզածը որ իմ երկիրը մեր երեխաները ապահովված լինեն խեղճացած ման չկան վայ ջան այսօր Ծառուկյանը մեծ պրոյեկտի տակ ամատ է որ ասենք թե մեր հայցուն այսօր ասելու բան չունես դու զգաս աշխարհ հայ ես Հասկանում ես ասելու բան գլուխդ կախեց ներողություն գլուխդ կախեց ման գալու ես մտածելով որ հայ մենք աշխարհին ասելու բանը Քրիստոսի արձան եմ կարծում ամենա որ գոնե մեր հայերը աշխարհում եք որ մենք ասենք մենք հայ ենք առաջի քրիստոնյա ազգն ենք որ մենք դրանով գոնե ասելու բան ունենք ճանաչելու թույլ կտան տեղադրել մեկ էլ հարկային ճնշումներ կա թե չէ գիտեմ որ ճնշումներ կա ես նորից եմ ասում դա ես բանի տեղ չեմ դեմ ձեր ցավը տանեմ գործը արդարա ես լիարժեք պար հանգիստ քնում եմ ոչ մի ինչ էլ որ լինի մեկը պարզվելու է լրիվ դզվելու է խնդիր չունեմ արժանը երբ կտեղադրել 27 թվականին Ձեր տեխնազուի անունը կասեք, եթե դուք չեք ասում, ես 4-ից 2-ին փորձեմ ասել։ Մարտուն Գրիգորյան, Անդրանիկ Թևանյան, երկուսն էլ բացառված են նորից շնորհակալություն Հիմա սկսեմ երբ ասեք, երբ եք ով է վարչապետի տեխնազու։ Ասա եղբայր